Ոստիկանության կումայրի բաժանմունքը այսօր մեղադրվեց Համձինս Պետր Գևորգյան Կարենը մեղադրվեց նրա մեջ, որ Լիլիթ Աղեգյանի հանդեպ ոտնձգություններ են կատարել, համբծրել են, նկարել են, չգիտեմ ինչ են արել, սա այս զերվրանք ու ախմախությունը տարածել է Զարուհի Փոստանջյանը։ Ողջ ազգը սորվել է արդեն Զարուհի Փոստանջյանի կերպարի հետ, որտեղ կա միայն իշխանատենչություն եւ ոչ մի բառ ճիշտ, այսինքն չկա մի հատ ճշմարիտ կորիզ այդ մարդու խոսքերի մեջ, այնքան որ կան մետեղը, չգիտեմ, սկանդալ շինեն, սրանց չես հասկնա ինչ է ուզածները։ Որոշել է չխառնվել այս թեմային դեռ այն ժամանակվանից, երբ որ Լիլիթ Աղեգյանի մամային մեղադրեցին երեխա ծեծելու մեջ, գնացել եմ դպրոց, ճշտել եմ որ դեպքը տեղի ունեցել, բայց որոշեցի լավ սկանդալի մեջ չմտնենք, պետք չէ, էլի։ Ոստիկանության այս մեղադրանքն արդեն չափն անցնելու մեջ էր։ То есть ես Գևորգյան Կարենին կճանաչեմ անձամբ եւ կճանաչեմ Մուշի բաժնի նոր պետին եւ նախկին պետին, բայց քաղաքի լավագույն հարուստներից մեկը տարեցմարտ մի անգամ ձի արդայդություն երավ, ոչ ես Մուշի բաժնի պետի մարել Արտուրի համար, սա գիտես Արտուր բանամ սա Սա վես երկու տեղը կղայդին տեղը է, սյում մասին խոսած, Գևորգյան Կարենն ու Արտուրը, ինչուց ես որոշ եսպես բանով, սա միակ միլ պետերն են, որ փող չեն առած, ես փող չեմ տվել։ То есть, այս մարդկանց աշխատելաձևը չկա այդ կաշարկը, չկա ծեծը, չկա չարտը, երբ որ գելին սուտ կխոսեն, ախրամ այդ ժողովուրդին որ դուք ուզեք խապեք, այդ ժողովուրդը տեսնին որ չկա դիք, այսօր Գյումրիում ոստիկանության մեջ ծեծ, չարտ, չկա, չի էլ կարող եղնել։ Կամ Լիլիթ Աղեգյանին համբծնել, չգիտեմ ինչ, լավ էլի քիչ սուտն է պիտի ճշմարտության նման եղել, տարօրինակ սուտ, ես չգիտեմ, չափ չունի։ Լիլիթ Աղեգյանն է որ իր մամային մեղադրեցին երեխա ծեծելու մեջ, դպրոցից հանեցին, ինքը մեղադրեց դպրոցի տնօրենին, կապեց իր ուղեղի մեջ դպրոցի տնօրենին, Գևորգյան Կարենի հետ, հետո ելավ դատախազին կապեց այդ գործի հետ, Սաղ կրիբն են գեր, որ իր մամային նորից հետ վերցնեին աշխատելու։ Ամբողջ սաղ ես կրիվ տավին դրա մեջ էր։ Եվ եթե Լիլիթ Աղեգյանն իրան պայեր պարկեշ, էլի քննադատ էր, սաղսեկը քննադատ ենք, ում իշքսեն։ Բայց Լիլիթ Աղեգյանը անգամ քնիչի կանջերին չի կնացել, չի ներկայացել։ Իսկ որից քնիչը որոշում է կայացել ձերբակալելու։ Ես չգիտեմ, ձերբակալել են, թե տնային կալանք են տվել, բայց ճիշտ ձևը չէր։ Սաղսեկը քննադատենք, սաղսե բան խոսանք, բայց մարդկանց վիրավորել, ընտանիքներին կպնել, աբսուրդ է։ Այդ օրը գիշերվա 11-ին էլ հասել է Մուշի բաժանում, որ համոզվում որ ծեծ եղել է, թե չի եղել։ Կադրերի մեջն է կերևա, Գյումրի կենտրոն կտանին, կերևա իրան հանգիստ կտանի, կփախնի, վարքը գնի։ Լնդեղ են կպայի լրատվամիջոցներն անտաչ շեշտեն Վարդան Ղուկասյանի նախկին մամլոք ինչ կապ ունի նախկին ինչի կկապեք Վարդան Ղուկասյանի հետ։ Խելրցերիկ թողի Կարենը, Գևորգյան Կարենը, չկա այդպես մարդ քաղաք, որ այդ մարդուն չհարգի։ Հա ոստիկանը, բայց պատվով ոստիկանը։ Ու սաղ մարդիկ ովքեր որ Կարենի հետ կշփվին այսօր, պատիվ ու հարգանք ունին։ Ոստիկանապետը խո մենակ բռնող դատող պիտի չէ ունի։ Նաև մարդկանց հետ շփվի, կանխարգելող միջոցներն են։ Ու ես հավարդում որ մենք ունենք այդպես ոստիկանապետներ, որոնք որ այսօր մարդ ծեծելով հարց չեն լուծել, կլուծեն մարդկային բարոյական սկզբունքներից ելնելով։ Լավ եղեք, վատ կոմենտներն եք բլոկ եմ, իզուր տեղի